ասում եմ մեր գալուց հետո ինչ որ բան է սկսելու, կարիք չկա մեր գալուն սպասելու, որտեղ մենք եկել ենք, ավելի շուտ ժողովրդի իշխանությունն է եկել 2018 թվականից եւ դրան հաջորդած ընտրություններում 18-21 թվականներին եւ մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ միայն ընդլայնվել են դրանից հետո ամեն տարի աճող արտահանում, ամեն տարի աճող առևտրաշրջանառություն, հիմա նաեւ արդեն ապաշրջափակման շնորհիվ տարանցիկ Ադրբեջանի տարածքով ներմուծումներ, վառելիքի, հացահատիկի եւ ոչ միայն Ռուսաստանի տարածքից եւ մեր ըստ էության քաղաքականությունը ցույց է տվել, որ մենք որևէ մեկի հետ պատերազմելու ցանկություն չունենք, ոչ Ռուսաստանի Դաշնության հետ, ոչ մեր որևէ հարևանի, հակառակը մենք ընդլայնում ենք մեր հարաբերությունները բոլորի հետ, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ, բայց դա չի նշանակում, որ մենք մեր արտաքին անկախ քաղաքականությունը չենք վարել եւ չենք վարելու։ Այդ մեկ Այսինքն դրանք ընդհանրապես մտածածին թեզեր են, մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների եւ ընդհանրապես երկկողմ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, բայց մենք չենք վարանում իրերը կոչել իրենց անուններով եւ խրթին հարցերի մասին խոսելու, որոնք պետք է պարզաբանվեն, հա, տարբեր թեմաներ մեջ եմ ուզում անդրադառնալ մյուսի։ Ինչ վերաբերում է պատերազմի կուսակցությանը, տեսեք, այստեղ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ եւ տեղի է ունենում մինչ օրս։ Երբ վարչապետը եւ մենք հայտարարեցինք, որ ըստ էության մենք տեսնում ենք եռագլուխ պատերազմի կուսակցություն, նրանք սկսեցին դա ապացուցել։ Մենք ասացինք, իրենք ապացուցեցին։ Այսինքն մենք ասացինք, որ ակնհայտ է, որ նրանք պատերազմի կուսակցությունը, նրանք սկսեցին իրենց ամենօրյա խոսքերով ապացուցել դա։